Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք Հրապարակ TV-ին, ես Հայկ Ալոյանն եմ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ արտաքին գործերի նախկին նախարար, Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Արա Այվազյանին։ Պարոն Այվազյան, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մայիսի 4-ից 5-ը Հայաստանում հյուրընկալվել էին Եվրամիության լիդերները, առաջնորդները, բարձրաստիճան պաշտոնյաներ Եվրամիությունից, Եվրախորհրդարանից։ Պարոն Այվազյան, հետաքրքիր հայտարարություններ հնչեցին, Մակրոնը ասաց, որ դեռևս 8 տարի առաջ Հայաստան չէին գա, որովհետև Հայաստանը Ռուսաստանի արտանյակ երկիր էր, իսկ հիմա այլևս այդպեսին չի հանդիսանում, դրա համար էլ եկել են Հայաստան, խոսեց նաև Հայաստանի հետ ռազմավարական գործընկերություն ծավալելու անհրաժեշտության մասին, որ պետք է հասնել Հայաստանի ինքնիշխանության հաստատմանը, բանակը ամրացնել, ընդհանուր առմամբ այս բոլոր հայտարարությունները ինչ գծի մեջ են տեղավորվում։ Շատ լավ, տարողունակ հարց է, բայց ես հետևում եմ բնականաբար արդեն մեր վերլուծաբանները եւ փորձագետները բավական ճիշտ գնահատել են եւ անդրադարձել են այս տարբեր միջոցառումներին, գագաթնաժողովներին, փորձեմ մի քիչ ավելի վերացական, բայց նաեւ ուղիղ առնչություն ապահովելու այս թեմային։ Տեսեք, ես տարբեր առիթներով բավական երկար ժամանակ ասում եմ, որ ցավոք սրտի Հայաստանի արտաքին քաղաքականությունը դադարել է լինել ներքինի շարունակությունը եւ մեր միջազգային վարքագիծը մեր ներքին որոշումները, սուվերեն որոշումները գնալով ավելի շատ են պայմանավորված արտաքին դերակատարների եւ գործոնների պարագայից եւ սա ամենամեծ սուբյեկտայնության կորուստն է։ Հասկանալի է, որ այսօր ներկայիս վարչախումբը վերջնականապես հանգել է այն եզրակացության, որ այս տարածաշրջանի երաշխավորը դարձել են Թուրքիան եւ Ադրբեջանը եւ հետեւաբար իրենց այսպես կոչված արտաքին քաղաքականությունը ուղղված է հնազանդվելու եւ բավարարելու երկու երկրների պահանջները։ Դա մեկ կողմից։ Մյուս կողմից շատ վտանգավոր է, երբ որ արտաքին քաղաքականությունը դառնում է ներքինի մասնաբաժին։ Բացատրեմ ինչ է, երբ պետական քաղաքականությունը ծառայեցվում է ներքին աուդիտորիայի բավարարման համար, փոխանակ երկարաժամկետ ստրատեգիական կայունություն եւ անվտանգություն ապահովելու փոխարեն, այսօր այս միջոցառումները կոչված են ապահովելու մեր ժողովրդի աջակցությունը։ Նկատի ունեք, որ ավելի շատ ուղղված էին Նիկոլ Փաշինյանին նախընտրական PR ապահովելուն։ Միանշանակ։ Եվ ես անդրադարձել եմ, որ տարբեր արտաքին դերակատարներ այս ընթացքում դեռ նախընտրական արշավը չի սկսել, բայց առիթը բաց չեն թողում, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն գործող վարչապետին, եւ սա ես անվանում եմ էլեկտորալ ենթակառուցվածք։ Իսկ հաջողությամբ պսակվեց այդ փոքրիկ օպերացիան, եթե կարող ենք այդպես ձևակերպել։ Այսպես ասենք, կարճաժամկետ առումով վստահաբար ազդեցություն ունեցել է, մենք կարծում եմ շատ լավ է, որ տարբեր երկրների ղեկավարներ եւ Եվրամիության առաջնորդները ժամանել են Հայաստան, բայց եկեք չմոռանանք, որ նման վերաբերմունք կար նաեւ այլ երկրների նկատմամբ, մեր հարևան Վրաստանի պարագայում էր դա, եւ ես շատ լավ հիշում եմ 2013 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովը, Եվրամիություն, Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որտեղ առաջին շարքում էին Վրաստան, Ուկրաինա, Մոլդովան, եւ ես այն ժամանակ աշխատում էի հենց Լիտվայում որպես Հայաստանի դեսպան եւ ուղղակի հիշում եմ, որ երբ մտնում էր Լիտվայի խորհրդարան, Սեյմ, ապա բոլոր պատգամավորների դրանը կցված էր կամ Վրաստանի դրոշը կամ Ուկրաինայի դրոշը, երբ Ուկրաինայի ժամանակվա նախագահ չստորագրեց համապատասխան փաստաթղթերը, վերաբերմունքը անմիջապես փոխվեց։ Հիմա տեսեք Վրաստանը եւ Ուկրաինան եւ Մոլդովան 23 թվականին ստացան տեխնատուի կարգավիճակ։ Եվ այսօր ակնհայտ է, որ Վրաստանը դարձել է ոչ այդքան հաճելի գործընկեր, ինչպես մի քանի տարի առաջ էր։ Մեր պարագայում, եթե վերցնենք ամփոփենք արդյունքները,
շատ գեղեցիկ վերջնական փաստաթուղթ ընդունվեց 44 կետանոց, բայց եթե խորանանք, այնտեղ Հայաստանը գրեթե ոչ մի բան չստացավ։ Այսինքն Եվրամիություն չենք գնում։ Եվրամիությունը մեզ բաց դռներով չի սպասում։ Նույնիսկ այս իրավիճակում, երբ որ ասում են Հայաստանը դարձել է առանցքային գործընկեր, նույնիսկ այդ հարցում մենք որևէ առաջադիմություն չունեցանք։ Երկրորդ հարցը տնտեսական դիմակայության մասն էր խոսքը, արդեն քանի տարի է չարժերկում այս 2.5 միլիարդ դոլարի ներդրումը, դեռ իմ պաշտոնավարման ժամանակվանից սկսած, եւ եթե ճիշտ եմ հիշում, խոսքը գնում է 270 միլիոն դոլարի հատկացում ենթակառուցվածքների զարգացման համար։ Երրորդ թեման վիզայի ազատականացում եւ մեր բնակչության պատկերացնում ենթադրում եմ, որ եվրոինտեգրումը շատ անգամ պայմանավորված է առանց մուտքի վիզա Եվրոպա այցելել։ Նույնիսկ այս հարցում որևէ կոնկրետ արդյունք տեղի չունեցավ։ Դուք նշեցիք տարբեր հայտարարություններ, այդ թվում նաև որ մեր բանակի դիմակայությունը բարձրացնելու ուղղվածքային, ես երեք կարծացի, որ ընդամենը 30 միլիոն եվրոյի մասին է խոսքը գնում, եւ եթե հաշվի առնենք, որ Հայաստանը ինչ սպառնալիքների մարտահրավերների, ապա սա ուղղակի շատ խորհրդանշական գումար է։ Պարոն Այվազյան, այնուամենայնիվ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի օգտին PR-ին ծառայեց գագաթնաժողովը, այլև Եվրամիության որոշ երկրների ղեկավարներ, նաև Զելենսկին, Ուկրաինայի նախագահը հայտարարություններ հնչեցրին, որոնք ուղղված էին Ռուսաստանի դեմ, որը հանդիսանում է դեռևս Հայաստանի Հանրապետության դաշնակից պետություն։ Չի ստացվում, որ ինչ որ առումով Հայաստանը դարձավ նաև պլացդարմ երրորդ երկրների համար մեր դաշնակից պետության հասցեին, չասեմ թշնամական, բայց հակառակորդի տրամաբանության մեջ հայտարարություններ հնչեցնելու համար։ Եվ ինչ հետևանքներ է դա իրենից ենթադրել։ Ռուսական կողմը ինչպես է արձակվում։ Ես անդրադարձել եմ եւ հոդվածներում եւ հարցազրույցներում ընդհանրապես ժողովրդավարության հարցին եւ նշել եմ, որ այսօր ներկայիս պայմաններում ժողովրդավարության էությունը արմատապես փոփոխության է ենթարկվել։ Նկատի ունեմ, եթե ուզում ես որ քեզ ճանաչեն ժողովրդավար երկիր, ապա նախ եւ առաջ դու պետք է ունենաս հակառուսական ուղղվածություն։ Եվ այս գագաթաժողովը տեղի չէր ունենա Հայաստանում, եթե Եվրամիության ղեկավարները, որոնք հետևողականորեն ձգտել են նախկին խորհրդային հանրապետություններ տարանջատել Ռուսաստանից եւ մտցել են աշխարհաքաղաքական հակադրության էլեմենտ եւ նույն արևելյան գործընկերության ծրագիրը, որը շատ լավ ծրագիր էր, բայց ինչ որ բայի դա դարձավ աշխարհաքաղաքական ինստրումենտ, որը ուղղակի առաջացրեց առճակատում որոշ երկրների կողմից նախկին խորհրդային հանրապետությունների կողմից Ռուսաստանի հետ եւ հիմա էլ հերթ ասել է Հայաստանին այս գաղթաժողովը տեղի չէր ունենա, եթե Եվրոպան չնկատեր, որ Հայաստանը հետևականորեն ոչ միայն հեռանում է, այլ նաև արդեն դառնում է առճակատման հնարավոր պլազդարմ Ռուսաստանի հետ։ Ինչ կարող է տեղ ունենալ, վերջերս Հայաստանի վարչապետը այցելել Մոսկվա եւ այնտեղ բավական հետաքրքիր զրույց ունեցավ Ռուսաստանի նախագահի հետ եւ Վլադիմիր Պուտինը ցանկություն հայտնեց, որ անշուշտ մեր մոտ նախընտրական ժամանակաշրջան է սկսվում, բայց ցանկություն հայտնեց, որ այդ նախընտրական արշավը չվնասի հայ-ռուսական հարաբերություններին։ Հիմա եթե տեսնենք, որ եվրոպական ղեկավարները եկել են նախընտրական ժամանակաշրջանը, որը շատ զգայուն ժամանակաշրջան է, եւ միանշանակորեն իրենց աջակցությունն են հայտնում գործող վարչապետին եւ դա հրամցնում են հակառուսական ինչ որ բովանդակությամբ նույն Մակրոնի խոսքերը, որ Հայաստանը ինքնիշխան չէ եւ եթե նախկինում ես չէի գա, չնայած եւ ֆրանկոֆոնիայի գաղթաժողովի ժամանակ էր 2018 թվականի եւ մինչեւ այդ էլ Ֆրանսիայի տարբեր նախագահներ եւ այլ երկրների ղեկավարներ այցելել են Հայաստան, բայց այդուհանդերձ այս ինքնիշխանության գաղափարը իր մեջ պարունակում է, որ Հայաստանը պետք է ամբողջովին կտրվի Ռուսաստանի ազդեցությունից եւ որոշ չափով հակադրվի Ռուսաստանի եւ սա շատ վտանգավոր միտում է։ Հիմա Ռուսաստանի նախագահը բավական բաց ներկայացրեց, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի ժողովուրդը եւ Հայաստանի պետությունը ինչ կարող է կորցնել, եթե այս
տրամադրությունները խորանան եւ դառնան իրական քաղաքականություն։ Ես անվանում եմ զսպման քաղաքականություն։ Զսպման քաղաքականությունն այն է, որ դու ցույց ես տալի ներուժը գործիքների, դե չես կիրառում այդ գործիքները։ Բայց հիմա ամենակարևոր բանն է այս ամեն ինչից հետո եւ Հայաստանում հնչած հայտարարություններից հետո որոշ մարդկանց ներկայության նույն պարագան եւ Հայաստանի որոշ պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունները չեմ վկայում, որ Հայաստանը պաշտոնական Երևանը լրջորեն անցալում է պոտենցիալ այս ներուժի կիրառումը ու դրա հետևանքները։ Մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել Վրաստանում, մենք տեսել ենք ինչ է տեղի ունեցել Ուկրաինայում։ Բայց մենք արդեն իսկ շատ ցավոտ հարվածներ ունեցել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետո։ Այո։ Այնպես որ բավական մտահոգիչ իրավիճակ է։ Նոր հարվածների տակ ենք հայտնվում։ Ճիշտ եմ հասկանում, պարոն Այվազյան, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները մեզ նոր հարվածների ու վտանգների առաջ են կանգնեցնում։ Ցավոք սրտի իրենց հայտարարված քաղաքականությունը, որը իրենք անվանում են բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որի հիմքում դրված է այն գաղափարը, որ Հայաստանի անվտանգությունն եւ ինքնիշխանությունը պայմանավորված է տարբեր կենտրոնների կախվածությունից կամ տարբեր ուժերի կախվածությունից։ Այսինքն երական ոչ թե Հայաստանի կամ հայ ազգային շահն է, այլ արտաքին դերակատարներին է։ Ապրեք, հավասարակշռել հանուն հավասարակշռման, այսպես ասենք։ Եվ ի վերջո դուք տեսնում եք, որ տարբեր երկրների հետ, որոնք շատ անգամ ունեն հակադիր, եթե չասեմ իրարամերժ նպատակներ եւ շահեր, տարբեր երկրներից կնքում է ռազմավարական գործընկերության փաստաթղթեր, ճիշտ է։ Եվ սրա արդյունքում Հայաստանը գնալով դառնում է մարտադաշտ, խաղադաշտ տարբեր դերակատարների շահերի բախման կենտրոն, էպիկենտրոն է դառնում։ Եվ սա Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության շատ լուրջ մարտահրավեր է։ Շատ լուրջ մարտահրավեր։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դա իսկապես չի գիտակցում, կամ հնարավոր է այսքան բազմավեկտոր, ինչպես իրենք են ասում, քայլեր անելուց հետո չհասկանալ, թե ինչի առաջ է կանգնելու երկիրը։ Ես կարծում եմ, որ այն ինչ որ անում է ներկայիս վարչախումբը, դա գեղեցիկ ներկայացմամբ, փաթեթավորմամբ մանևրելու քաղաքականություն, որի վերջնական նպատակը իշխանությունը պահպանելն է։ Ոչ թե ազգային ցանկացած ձևով եւ ցանկացած բովանդակությամբ Հայաստանը։ Դե դուք տեսնում եք, որ այս ընթացքում Հայաստանը ցավոք սրտի գնացել է բավական լուրջ միակողմանի զիջումների, որտեղ զոհաբերվել է Հայաստանի պետական շահը եւ իրենք արդեն քանի անգամ անցել են տարբեր կարմիր գծեր։ Հիմա խոսքը գնում է նաև ամենայն նվիրական գործոններին, որոնք վերաբերվում են մեր պատմական հիշողությանը, վերաֆորմատում են մեր ազգային հավաքական գիտակցությունն ու հիշողությունը եւ ուզում են ստեղծել նոր իրենց որակավորմամբ իրական Հայաստան։ Իսլամյան իշխանության պահպանման համար է թե հեռահար նպատակներ է սպասարկում եւ ոչ միայն այս Ինչպես ես ասացի, իրենք արդեն ընդունել են, որ այս տարածաշրջանի երաշխավորները դարձել են Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք միջազգային հանրության ականջահաճո հայտարարություն են անում, որ մենք վճռական ենք այստեղ խաղաղություն հաստատելու, բայց խաղաղությունը մենակ հռչակագրերով չեն հաստատում, բարի կամքով չեն հաստատում, ոչ թե գեղեցիկ հայտարարություններով։ Այլ ուժեղ բանակով, այո, որ պատրաստ է։ Նախ եւ առաջ խաղաղությունը հատկապես մեր տարածաշրջանում պետք է կառուցվի։ Եվ այդ խաղաղությունը, եթե մենք իսկապես լուրջ ուսումնասիրենք մեր երկու հարևան երկրների հակառակորդների իրական ցանկությունները, նրանց նպատակը խաղաղ համակեցությունը չի հայ ժողովրդի հետ։ Նրանք ուզում են այնպիսի խաղաղություն կառուցեն, որտեղ Հայաստանը կլինի ոչ կենսունակ պետություն կամ ազուրկ պետություն, եւ իրենք դասեր են քաղել անցյալից։ Իրենք դասեր են քաղել իրենց պարտությունից, մենք հիմա պետք է մենք դասերը քաղենք մեր պարտությունից եւ ճիշտ եզրակացության հանգենք։ Պարոն Այվազյան, դուք արտգործնախարար նշանակվել եք 2020 թվականի նոյեմբերի 18-ին։ Պատերազմից հետո։ Այո, հանրության մեջ այսպիսի մտայնություն կա, որ այն մարդիկ, ովքեր աշխատել են Նիկոլ Փաշինյանի հետ մինչև պատերազմը, նրանք բարեթեթ մոլորյալներ են։ Իսկ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի հետ աշխատած մարդիկ կարծես թե աջակցություն են ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին։
Այս մարդկանց խմբին ինչպես կպատասխանեիք։ Գիտեք, ես շատ երկար ժամանակ եմ աշխատել արտաքին գործի նախարարությունում, ինչպես շատ եմ գործընկերներ։ Եվ մենք աշխատել ենք այն հավատով, որ մեր գիտելիքներով, մեր փորձով, որը կուտակել ենք տարիների ընթացքում, մենք նպաստում ենք Հայաստանի կայացմանը, նպաստում ենք մեր անվտանգությանը արտաքին ֆրոնտում, բնականաբար, որը մեր պաշտպանության առաջին բնագիծն է, եւ միշտ ցանկացած առաջխաղացում կարիերայի մասին է խոսքը, մենք անցալել ենք որպես հավելյալ պատասխանատվություն, ոչ թե նպատակ, այլ միջոց մեր նպատակները կյանքի կոչելու համար։ Դուք դիտակցում եք, որ ձեզ հարվածի տակել եք, չէ՞ դնում ինչ-որ առումով, որովհետև նմանատիպ ծանր իրավիճակում ժամանակաշրջանում չափազանց մեծ պատասխանատվություն էր նման պաշտոն զբաղեցնելը։ Շատ լավ դա մինչև գիտակցում էի, բայց նաև ես գտնում էի, ինչպես նաև իմ գործընկերները, որ մեր 30 տարվա աշխատանքը փորձը երևի պետք է ասի ամենամեծ քննությունը, երբ որ պետությունը իսկապես կոլապսի առաջ էր եւ մենք գախող ունեցանք ռազմադաշտում, բայց պատերազմը չէր ավարտվել եւ դիվանագիտությունը կարող էր իրավիճակը որոշ չափով շտկել։ Այդ պատասխանատվությունը մենք ստանձնեցինք, շատ լավ հասկանալով, որ մենք ենթարկվել ենք քննադատությանը։ Բայց ինչպես հետագայում փորձը ցույց տվեց, մենք կարճած չէինք պաշտոնի եւ պաշտոնը չէինք դիտարկում որպես նպատակ, այն ընդամենը միջոց, եթե մեր նպատակին այդ միջոցը չէր ծառայում, մենք այնտեղ անելիք չունենք։ Դրա համար էլ 21 թվականին հեռացաք։ Իսկ ինչու որոշեցիք մտնել ակտիվ քաղաքականություն։ Որոնք էին հիմնական մղող գործոնները կամ մոտիվացիաները։ Եթե ասեք քաղաքականությունը ինչ է, ինչպես եք պատկերացնում, ես կասեմ ինչու մտա։ Պատգամավորի տեխնացու եք։ Ինչ է քաղաքականությունը ընդհանրապես։ Ուզեի, որ այդ ձևակերպումը դուք տակվալպես փորձառու դիվանագետ։ Քաղաքականությունը դա հարթակ է, որտեղ տարբեր գաղափարներ ներկայացվում են եւ արդեն շորտը որոշում է, որ գաղափարը, որ առաջարկը ավելի արժանահավատ է եւ իրատեսական։ Ես ինչպես դուք ճիշտ նշեցիք, ակտիվ քաղաքականության մեջ եմ մտել, բայց այնպես չէ, որ ես հեռացել էի քաղաքականությունից, որովհետեւ այս անցած տարիների ընթացքում ես եւ իմ գործընկերները ստեղծել ենք դիվանագետների համահայկական խորհուրդ, որը կարծում եմ պահանջված էր նաեւ քաղաքական ուժերի կողմից եւ իր դերը խաղաց եւ շարունակելու է խաղալ, շատ անգամ չի երևացել, բայց լուսաբանող լրագրողները գիտեն հավանաբար կազմակերպության դերը։ Հավանաբար։ Հիմա ես կարծում եմ բոլորս հասկանում ենք, որ այլևս չի կարելի ունենալ գրավորական կեցվածք, որտեղ եթե այսպես շարունակենք, դա նշանակում է հավերժական թուլացնել մեր պետությունը։ Սա մենք ասել ենք ինչ-որ ջրբաժանի։ Այսինքն սովորական ընտրություններ չեն հունիսի 7-ին ընտրությունները։ Սովորական ընտրություններ չեն եւ արդյունքից կախված մենք կտեսնենք ինչ տեսակի Հայաստան կունենանք կամ ընդհանրապես կունենանք Հայաստան, թե ոչ։ Ես չեմ ծայրահեղականացնում, ես վստահ եմ, որ սա իսկապես ճակատագրական ընտրություններ են։ Այսինքն հունիսի 7-ից հետո մենք կամ կունենանք Հայաստան կամ Հայաստանի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ բոլոր հետևանքներով։ Այնպես չէ, որ Հայաստանը կդադարի գոյություն ունենալ, բայց ինչ տեսակ ինչ բովանդակության պետություն մենք ունենանք, դրանից հետո ինչ գործընթացներ տեղի կունենան, եթե ընդդիմությունը հաջողություն չունենա, ապա ես բավական հորետեսական կանխատեսումներ ունեմ։ Պարոն Այվազյան, ինչպես ստացվեց, որ ձեր ընտրությունը կանգ առավ հենց Բարգավաճ Հայաստան կուսակցության վրա, ինչու հենց իրենց մնաց։ Նախ ինչու ընդհանրապես ես մտա քաղաքականության մեջ, ճիշտ է, պաշտոնից հեռանալուց հետո որոշ ժամանակ պետք էր վերագնահատելու, վերաիմաստավորելու անցած ուղին եւ մտածելու ապագայի մասին եւ այդ ընթացքում մենք յուրաքանչյուրս եւ ել ավելի մտերմացանք նախին գործընկերների հետ եւ տարբեր քաղաքական ուժերի հետ մենք բավական երկար եւ արդյունավետ երկխոսություն ենք ունեցել։ Մեր համոզմունքը այն էր, որ Հայաստանը անշուշտ ունի լրջագույն խնդիրներ, թե ներքին իմաստով, թե արտաքին մարտահրավերների իմաստով։ Մենք փոքր երկիր ենք, ընդամենը 3 միլիոնանոց բնակչություն է։ Մենք չունենք ռեսուրսներ, բայց
Եթե օրինակ համեմատենք մեզանից շատ ավելի մեծ երկրներ, որոնք ունեն 100 միլիոնից եւ ավել բնակչություն, օրինակի համար պատկերացրեք, որ Չինաստանը եւ Հնդկաստանը ամեն առավոտ արթնանում են մտածելով, թե ինչպես կերակրեն 1.5 միլիարդ մարդ։ Ուրիշ խնդիրները մի կողմ դրած, այսինքն խոսքը խնդիրների մասշտաբի մասին է։ Մենք անելանելի վիճակում չենք։ Մեզ ուզում են հավատացնել, որ մենք անելանելի վիճակում ենք, մենք փակողում ենք գտնվում։ Իսկ ես վստահ եմ, որ փակողին դա վատ որոշումների կամ սխալ որոշումների հետևանք է։ Մեր խնդիրը կազմակերպման, միասնականության եւ որակյալ կառավարման մեջ է։ Մենք ունենք իսկապես տաղանդաշատ ժողովուրդ, ստեղծագործ եւ կրթված ժողովուրդ, եւ եթե մենք ապահովենք միասնականությունը եւ պետական արդյունավետ համակարգը, շատ կարճ ժամանակում այս փոքր երկիրը կարելի է ապահովել վերելքի ճանապարհ գնալու հարցը, բայց կա մի առանցքային պայման՝ անվտանգություն։ Եվ անվտանգությունը նախ եւ առաջ գալիս է եւ ներքին իմաստով եւ արտաքին իմաստով։ Հետեւաբար անվտանգային եւ արտաքին քաղաքականությունը ամեն ինչի կողմնաշարն է։ Առանց դրա չի լինի ոչ տնտեսություն, ոչ զարգացում, ոչ արտաքին ներդրումներ։ Եվ մենք այս տարիների ընթացքում տարբեր քաղաքական ուժերի հետ հենց այս ուղղությամբ բավական արդյունավետ աշխատել ենք, խորհրդատվություններ ենք տվել, որոշ ժամանակ առաջ բավական լավ համագործակցել ենք Ռոբեն Վարդանյանի հետ եւ այլ քաղաքական ուժերի հետ։ Հիմա եկել է պահը եւ մեծ հարգանքով վերաբերվում մեր քաղաքական դաշտի շատ ուժերին, հիմնական անդիմադիր ուժերին եւ մինչեւ հիմա ունենք գործընկերային հարաբերություններ, բայց ինձ համար միշտ կարևոր է նաեւ թիմը։ Ամենայն հարգանքով բոլոր քաղաքական ուժերին, պարոն Ծառուկյանը այս անգամ հետաքրքիր ֆորմատ առաջարկեց եւ իր թիմում ներգրավել են ոչ միայն տարիներ շարունակ իր հետ աշխատած իր կուսակիցները, բայց նաեւ մասնագետներ, եւ սա կարծում եմ բավական հետաքրքիր ֆորմատ է, որը կարող է իր համեստ կամ լուրջ ներդրումը ունենա ընդհանուր մեր պայքարի համար։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ վարչապետի 3-ից 4 տեխնացու է։ Դուք մտնում եք այդ տեխնացուների ցանկին։ Ես կարծում եմ, որ խոսնակը պարոն Ծառուկյանը շատ հստակ ասել է, նախ եւ առաջ չկա պայման, օրենսդրական պայման, որ քաղաքական ուժը պետք է ներկայացնի վարչապետի տեխնացում, եւ վաղ թե ուշ վստահաբար կուսակցությունը կորոշի կամ կհայտարարի ով է վարչապետի տեխնացու, բայց այստեղ նաեւ մի հատ շատ կարեւոր նորամուծություն կա։ Մենք խորհրդանական երկիր ենք եւ բազում կուսակցություններ ունենք, բայց եթե անկեղծ լինենք, այդ կուսակցությունները կառուցված են, ձևավորված են անձի շուրջ։ Հիմա պարոն Ծառուկյանի այս նախաձեռնությունը, որտեղ կան եւ իր կուսակիցները բազմամյա եւ տարբեր ոլորտներում քիչ թե շատ ճանաչում ունեցած մասնագետներ, սա ցույց է տալիս, որ կամաց անձից անցնում ենք թիմային աշխատանքի։ Եվ երևի թիմը կորոշի, որն է ամենալավ տեխնացուն։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Բարգավաճ Հայաստանի առաջարկը Հայաստանի նախաձեռնության վարկանիշը գնալով բարձրանում է, ինչ եք կարծում, որքան են ձեր շանսերը, որքան ձայն կարող եք հավաքել ընտրություններին, մոտավոր հաշվարկներ կամ ակնկալիքներ ունեք։ Մենք շատ անկեղծ ենք լինելու մեր ժողովրդի հետ եւ պարոն Ծառուկյանը անկեղծ ասում է, սա է մեր առաջարկը եւ մենք տարբեր ոլորտներում արել ենք առաջարկներ եւ մոտ ժամանակներս, երբ որ քարոզարշավը սկսի կներկայացնենք մեր նախընտրական ծրագիրը եւ խոսքը քվեների մասին չէ, մեր ժողովուրդը պետք է որոշի, որ ծրագիրը իրեն ավելի արժանահավատ է եւ իրատեսական է։ Մենք շատ անկեղծ ենք ժողովրդի հետ։ Պարոն Այվազյան, խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ ձեր աշխատանքը ինչպես եք պատկերացնում։ Կարծում եմ կհամագործակցենք բոլոր այն ուժերի հետ, որոնց համար Հայաստանի պետական ազգային շահը առաջնահերթություն է, եւ ես կարծում եմ վարչախմբի կողմից պարտադրվող տարբեր
կեղծ ընտրությունները նախկին ներկա խաղացում պատերազմ դա ուղղակի չի արտահայտում մեր իրական իրավիճակը եւ Հայաստանում ես վստահ եմ կան շատ պետական ամետ ուժեր եւ գտնում եմ որ ինչ որ պահի անպայման այդ համագործակցությունը հաստատվելու է։ Այսինքն ընդդիմադիր խոշոր ուժերի միջև այս միասնական նպատակը, այս իշխանությունների հեռացումը, դա հիմնական լոկոմոտիվն է, առաջ շարժուժն է ու հիմնական նպատակն է, Ես այո։ կարծում եմ հիմնական նպատակը Հայաստանին վերադարձնել ինքնիշխանությունը, ապահովել տարածքային ամբողջականությունը եւ նախադրյալներ ստեղծել կայուն եւ երկարատև խաղաղության համար եւ դրա համար նախ եւ առաջ պետք է դեռ ազատվել ներկայիս գործող իշխանություններից։ Նպատակ չի։ Աստված մի արասցե, եթե ԿՊ-ն վերընտրվի, կհամագործակցեք իրենց հետ։ Դուք էլ եք անցել, Շեմա անցել եք, ԿՊ-ի հետ խորհրդարանում եք։ Կհամագործակցեք կամ կշարունակեք աշխատել իրենց հետ խորհրդարանում։ Ես այսպես ասեմ, ես այն պահից, երբ հրաժարվել եմ պաշտոնից եւ դուրս եմ եկել համակարգից, ես որևէ շփման եզր չեմ գտնում։ Բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ մեր հասարակության համար օդի եւ ջրի պես անհրաժեշտ է ապահովել միասնականությունը։ Այն ինչ որ այս իշխանությունը արեց, դա ամենավտանգավոր բանն էր, պարակտեց մեր հասարակությունը եւ այս պարակտման գործընթացը շարունակվում է։ Մենք չենք կարող նույն ուղով գնալ։ Վստահ եմ, որ նաեւ ԿՊ-ում կան նորմալ հայրենասեր մարդիկ եւ ինչ որ պահի վստահ եմ, որ իրենք կգիտակցեն, որ միասնությունը ապահովում է մեր ներքին անվտանգությունը եւ անուն դրա մենք պետք է կարողանանք շատ լայնախոհ լինենք եւ կարողանանք ապահովել մեր ժողովրդի եւ հասարակության միասնականությունը։ Պարոն Այվազյան, մեր տարածաշրջանում ու աշխարհում բավականին լարված իրավիճակ է, շատ փորձագետներ ասում են, այս տուրբուլենտությունը տասնյակ տարիներ կարող է ձգվել, հատկապես մեր տարածաշրջանում, որը ավանդաբար այո, կարծես կրակի վրա եռացող յուղի կաթսա լինի, այնուամենայնիվ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ինչպես եք պատկերացնում տիրող իրավիճակի պայմաններում, ինչպիսի արտաքին քաղաքական կուրս պետք է մշակի Հայաստանը, թե հենվի եղածի վրա։ Դուք գիտեք, որ մեր կուսակցության Վարքավաճ Հայաստանի կարգախոսը երաշխավորված խաղացումն է, եւ ես շատ ուրախ եմ, որ այս գաղափարը նաեւ իր արձագանքը գտավ անդիմադիր հիմնական ուժերի կողմից։ Տարիներ առաջ ես մի հոդված էի գրել, որտեղ նշում էի, որ ցանկացած պետության համար եւ հատկապես Հայաստանի նման երկրի համար, որը արժանացում է լրջագույն մարտահրավերների, կառավարությունը օդի եւ ջրի պես կարիք ունի ազգային կոնսենսուսի։ Մենք կարող ենք շատ հարցերի շուրջ տարբեր կարծիքներ ունենանք, բայց կենսական հարցերի շուրջ մենք պետք է ունենանք ընդհանուր համաձայնություն, կոնսենսուսի գանք։ Եվ ես ասեմ, որ իմ պաշտոնավարման ժամանակ, որը իսկապես ճգնաժամային պահեր էր, այդ 6 ամիսը, մենք բարբերաբար հրավիրում ենք մեր անդիմադիր գործընկերներին, կամ իրենց նախաձեռնությամբ, կամ մենք ենք հրավիրում, եւ իրենց հետ կիսվում ենք մեր նպատակների եւ քայլերի մասին։ Եվ ես կարծում եմ դա բավական բարենպաստ մթնոլորտ ստեղծեց մեր նախարարության շուրջ եւ մեր կատարվող աշխատանքի վերաբերյալ։ Հիմա ինչպիսի արտաքին քաղաքականություն պետք է Հայաստանը որդեգրի։ Դուք ինչպես ասացիք, մենք ապրում ենք շատ տուրբուլենտ ժամանակաշրջան, որը կարող է բավական երկար ժամանակ տևի, բայց անկախ դրանից մենք ունենք երկու հարևան, որոնք ինչպես ասացի, չեն տակցնում իրենց նպատակները, պարզապես կարելի է հետևել հատկապես Ադրբեջանում գերիշխող դիսկուրսին, թե պետական, թե հանրային մակարդակում եւ հասկանալի է, որ նրանք չեն պատկերացնում, որ Հայաստանը կարող է լինի ինքնիշխան պետություն, որը ինչ որ պահի կարող է իր համար խնդիրներ առաջացնի։ Հետևաբար, անշուշտ մենք ուզում ենք բարիդրացիական հարաբերություններ մեր հարևանների հետ, ուզում ենք կայուն հարաբերություններ ունենանք, ուզում ենք, որ այս տարածաշրջանը ի վերջո ապրի խաղաղ պայմաններում, բայց
Միայն մեր ցանկությունը քիչ է, հատկապես երբ որ երկու պետությունները այլ ծրագրեր ունեն։ Եվ այս պարագայում մենք հեծանիվ չենք օրինում։ Գիտեք, շատ անգամ ասում են դիվանագիտությունը գիտությունը թե արվեստ է, դիվանագիտությունը եւ գիտությունը եւ արվեստ է։ Եվ պետք է պատմությունը իմանալ, պետք է դիվանագիտության փորձը իմանալ։ Եվ այս պայմաններում լավագույն լուծումը եւ երևի միակ լուծումը դա զսպման քաղաքականությունն է։ Զսպման քաղաքականությունը, որը չի թույլ տա իրավիճակի հետագա վատթարացումը, որը մեզ թույլ կտա ժամանակ շահել եւ այդ ժամանակը օգտագործել մեր պետության հզորացման համար։ Սա չի նշանակում առճակատում։ Որևէ խաղացում, որը ստեղծում է դիսբալանս, նա երկարաժամկետ չի կարող լինի։ Իսկ երկարաժամկետ խաղացում կարելի է ապահովել դաշնակիցների հետ աշխատանքի։ Դրա համար զսպման քաղաքականությունը ունի տարբեր շերտեր։ Մենք ասում ենք երաշխավորած խաղացում եւ դրա տակ հասկանում ենք նախ եւ առաջ ներքին կայունությունը, ներքին անվտանգությունը, մեր անվտանգությունը սկսում է ներսից, համերաշխությունը եւ նաեւ մեր ներքին կարողությունների զարգացումը դա եւ ինստիտուցիոնալ եւ քաղաքական եւ ռազմական եւ տեխնիկական եւ տնտեսական եւ այլ հարցություններին է վերաբերում։ Դա վերաբերում է մեր սփյուռքին, դա վերաբերում է մեր պաշտպանական համակարգի բարեփոխմանը, որտեղ շեշտը պետք է դրվի ասիմետրիկ պաշտպանությանը։ Եվ շատ ուրիշ բաներ կան։ Երկրորդը արտաքին քաղաքականությունն է։ Մենք նշում ենք, որ ներկայումս վարում են այսպես կոչված բազմավեկտոր, որը եթե թարգմանենք պարզ լեզվով, կախվածություն բոլորից եւ ինքնուրույնություն ոչնչում։ Մենք անպայման պետք է կառուցենք վարենք այնպիսի արտաքին քաղաքականություն, որի արդյունքում մենք կառուցենք գործընկերությունների նպատակային համակարգ։ Եվ մենք կորոշենք, թե որ գործընկերի հետ ինչ ֆորմատով եւ ինչ նպատակներով կհամագործակցենք։ Դա կլինի անվտանգության ոլորտը կամ հակամարտությունների կարգավորման, տնտեսական հարցերը, տեխնոլոգիական առաջընթացը, կապակցվածության ապահովումը եւ այլն եւ այլն։ Մենք ենք որոշել։ Մեր հիմնական տարբերությունը այսօրվա վարվող քաղաքականության մեր առաջարկը դառնում է կայանում։ Պարոն Այվազյան, շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու եւ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր արտաքին գործերի նախկին նախարար Բարգավաճ Հայաստան տեսակցության պատգամավորի տեխնացու Արա Այվազյանը։ Հանդիպենք։